Փառք Տիրոջը, փառք Հիսուսին։ Դու կարող ես նստել Աստծո քաղցր ու սուրբ ներկայության մեջ։ Մեկ անգամ մի հրաշալի միտք ուղակի պարուրեց ինձ, մտածեցի, որ ամեն ինչ կարող ես կորցնել, բայց ոչ Աստծուն։ Գիտես, եթե ինչ էլ կորցնես, Աստված կարող է վերականգնել։ Աստված հարություն տվող Աստված է։ Եթե կորցրել ես նախկինում, վիշտ ունես, եթե Աստծուն ձեռք բերես, կյանք ես ձեռք բերում, մխիթարություն ես ձեռք բերում։ Եթե սուգ ես ունեցել, Աստված ասում է երանի սգավորներին։ Որպես հոգևոր հովիվ վերջերս շատ, չափից ավելի, ես չէի պատկերացնում, որ այդպիսի վիճակում կլինեմ մի օր։ Շատ հաճախ եմ այցելում սգո սրահներ, որովհետև եկեղեցին մեծածանոթները շատ են, ու մարդիկ մահանում են, ու դու գնում ես ցավակցելու։ Այնքան հետաքրքիր է, չեք պատկերացնում, որ գնում ես, տեսնում ես արդեն այն քո իմացած մարդը, որ կար, ժպտում էր, քայլում էր, գործում էր, այդ մարդը արդեն չկա։ Բայց դու հասկանում ես, որ ոչ թե այդ մարդը չկա, այլ այդ մարդու մարմինն է դադարել ես երկրի վրա գործելու։ Բայց այդ մարդը կա իրականում, հոգին կա, հոգին անմահ է, սիրելիներ։ Փոքր ժամանակ ես, որ նույնիսկ հավատքի մեջ չեմ եղել, բայց մեր համայնքի, մեր գյուղի մարդիկ, որ մահանում էին, գալիս պատմում էին, ոնց մահացավ հետևյալ մարդը օրինակ։ Ու այնքան հետաքրքիր էր, մարդիկ կային, որ մահանում էին գոռալով, չուզելով, գոռում էին մի տարեք ինձ։ Ու գալիս պատմում էին, այդ պահին սարսափում ենք, բայց հետո մոռանում։ Ասում ենք, դե լավ, բանա պատմում են։ Սատանան ամեն ինչ անում է, որ մեր միտքը կուրանա, որ մենք չհասկանանք ինչ է կատարվում։ Հարազատ մարդ մի օր վազելով եկավ մամայիս մոտ, պատմեց այդ պատմությունը, ու մենք շատ կարճ ժամանակ հետո մոռացանք, որտեվ սատանան է ամեն ինչ անում, որ հա դե ասենք անցավ գնաց։ Ասում է, այդ կինը մահանալու ժամանակ գոռում էր, որ փախնի այդտեղից, ասում էր, ես չեմ ուզում գնամ։ Ասում է, նա ֆիզիկապես էլ էր ուզում, անկողնու մեջից ուզում էր փախներ։ Ես երեխա եմ, որ լսեցի, որովհետև տեսնողները սարսափել էին։ Ու մենք ապրում էինք Տաշիրի շրջանում, ու այդ կինը, որ վերջում մահացել էր, ամենավերջին վայրկյանին ասել էր սատանաները հոգիս տարան, ու դրանից հետո գնացել էր, սարսափելի էր։ Այդ պահին սարսափեցինք, բայց հետո անցավ գնաց։ Պատկերացնում ես, ամեն ինչ լինում է, հետո բթանում ենք։ Զգացմունքները բթանում են, հիշողությունները հեռանում են, ու չենք էլ հասկանում։ Բայց հետո, երբ որ ապաշխարեցինք, Հիսուս Քրիստոսին ընդունեցինք մեր կյանքում որպես Տեր ու Փրկիչ, ինչերի ականատես եղանք, որ մարդիկ, երբ որ մահանում էին, ասում էին, օրինակ, էլի բարեկամներ, ովքեր Հիսուս ունեին։ Մահանալու ժամանակ, երբ որ լացում էին, ասում էին, մի խանգարեք, մի լացեք, սա տխրելու բան չի, մենք շատ լավ տեղ ենք գնում։ Ու աչքերը հառած հերվում, ասում էին, այն ինչ է։ Ուզում եմ գնա, մի խանգարեք։ Նույնիսկ եղել է ժամանակ, որ մահացել են, նորից ժողովուրդներ ասում էր հոգե դարձ։ Հոգին դարձյալ նորից հետ էր եկել, ասում էր ինչի խանգարեցիք, լավ տեղում է հետ եկա, այդ պա հոգեվարքի մեջ եղող մարդը, հարազատ մարդիկ։ Սա իրականություն է, սիրելիներ։ Մենք խաղ չենք խաղում, երբ որ հիմա այսքան մարդ հավաքվում ենք, սա համերգ չի։ Մենք հանդիսատեսներ չենք։ Սա շատ կարևոր է, որ մենք իմանանք, որովհետև մի կյանք ենք ապրում։ Այս կյանքի անունը շանս է, հնարավորություն է։ Դու մի քննություն ունես հանձնելու, մի քննություն։ Նույնիսկ վերաքննության հնարավորություն չունես։ Դրա համար, եթե առաջին անգամ ես այստեղ, մտածիր, ինչպիսի կյանք ես դու ապրում, որովհետև ես մտածեցի մի օր։ Գիտակցաբար մտա աթեիզմի մեջ, ասեցի, որ Աստված չկա, որ Աստծուն մարդն է ստեղծել եւ ոչ թե Աստվածա մարդուն ստեղծել։ Այլս մարդն է հնարել, գիրք էլ գրել են, որ մարդկանց վախեցնեն, կոնտրոլի տակ պահեն։ Այդպես եմ հավատացել։ Եղել է մարդ, որ տենց հավատացել է, որ կոնտրոլի համար է, կրոնը էսա, կրոնը ճիշտ է, էդ է, բայց քրիստոնեությունը կրոն չի։ Կան լեցուն կրոններ։
Ձեր դիմացել կրոնների մասնագետ մարդ է, տարբեր կրոններ եմ ուսումնասիրել։ Պետական համալսարան եմ ավարտել, արևելագիտականը լիքը կրոններ եմ ուսումնասիրել։ Ու երբ որ ինձ Քրիստոս էին քարոզում, ես էլ իրենց ներվերն էի ուտում, ասում էի, ես էլ կասեմ ուրեմն իսլամն է ճիշտ է, ինչ գիտես որ քոնն է ճիշտ է։ Որտեղից ես վստահ։ Ամեն մարդ ասում է ես եմ ճիշտը։ Բայց սիրելիներ, իրականում կա մեկ ճշմարտություն, ոչ թե ճշմարտությունների շատություն, հաստատ։ Աստված չի կարող ունենալ 1000 ու մի ճանապարհներ։ Աստված ունի մեկ ճանապարհ։ Մարդիկ ասում են, այդ բոլոր կրոնները ճանապարհներ են, բոլորը տանում են Աստծո մոտ։ Սուտ է։ Ասենք կրոնների առաջնորդներին պետք է նայես։ Այդ կրոնների առաջնորդներից մեկը եղել է շատակեր, շատակերությամբ Աստծո մոտ կգնաս։ Կեր ուռի տրակի գնա Աստծո մոտ։ Հա, այդ ճանապարհը։ Ուրիշ ճանապարհ էլ կա, այդ ճանապարհի լավ մասնագետ է, անգիր էի սովորում այդ խոսքերը, որտեղ որ ապրում էի, 12 տարի ապրել եմ մուսուլմանական երկրում, դրանից առաջ 5 տարի ուսումնասիրել եմ այդ կրոնն ու այդ լեզուն։ Աթեիստ լինելով, չէի հավատում որ Աստված կա, ծիծաղում էի։ Իմ համար ամեն ինչ ծիծաղալու էր, սցենարներ էի գրում, ծիծաղում էի Աստծո վրա։ Ու իրենց աստվածների վրա ճակերտավոր, այդ առաջնորդների վրա։ Այնտեղ էլ ասում էր, եթե Աստծուն չի հավատում, ուրեմն սպանի։ Ճանապարհը։ Հարց. Աստծուն հավատում ես։ Ոչ, սպանել նրան։ Էդ էլ է ճանապարհ։ Բայց ուր։ Կյանք թե կործանում, իհարկե կործանում։ Հազարու մի բաներ կա։ Բայց ինչ որ մեկը եկավ, ասեց, ես եմ ճանապարհ, այսինքն մեկ ճանապարհ կա, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Ով որ ինձ հավատա, նա երբեք ու երբեք չի մահանա, այլ կյանքից կտեղափոխվի կյանք։ Որովհետև մի հոգի եղավ, մի առաջնորդ եղավ, մի հավատքի առաջնորդ, ոչ թե կրոնի առաջնորդ, այլ հավատքի առաջնորդ, որ եկավ, տեսավ որ դու հանցագործ ես, ասես չէ, ինքը չի հանցագործ, ես եմ արել ինչ որ արել է ինքը։ Վերցեց իր վրա ու քո փոխարեն մահացավ, կյանքը տվեց քեզ համար, որ դու էլ հետո կյանքը տաս իրեն ու ապրես հավիտյան։ Մեկն էր որ խաչի վրա էր ու երբ որ իր կողքն էլ խաչեր էին ու պատժվում էին երկու ավազակ, մեկը ընդունեց այդ պահին, հասկացավ ով է իր կողքին, իսկ մյուսը ասեց, ծաղրեց, ասեց, դե որ Աստծո որդի ես անենց արա, դու էլ խաչից իջնես, մենք էլ։ Իսկ մյուսին Հիսուս ասեց, այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Սիրելիներ, տեսիլքով Աստված ցույց տվե ինձ բաներ, որոնք որ խելքից մտքից դուրս են, չեմ էլ հավատացել։ Ասել եմ Աստված չկա, բայց Աստված ոչ միայն ապացուցեց, որ ինքը կա, այլ որ ինքը զորավոր մեկն է, ու իրականում ինպես կարծր մտածող մարդուն փոխեց։ Փառք Հիսուսին։ Տերը օրհնի ձեզ բոլորիդ, որ այստեղ եք, դուք որ այստեղ եք, արդեն ձեր կյանքը լավ է։ Միգուցե լավ չի հլավոր։ Դու գիտես քո խնդիրները, բայց երբ որ այստեղ ես, եկեղեցու մեջ ես գտնվում, այստեղ Աստծո ներկայությունն է։ Ես հավատում եմ, վերջում դու ուրիշ վերապրումով ստեղից կգնաս։ Եթե ուզես հավատքով, դու պիտի հավատաս։ Եթե հավատաս, Տիրոջ ձեռքը կկպնի քեզ։ Եթե չհավատաս, կարհամարես իրեն։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը իր ծննդավայրում նույնիսկ, որտեղ որ ինքը ծնվել էր, չկարողացավ հրաշք անել։ Իր մանկության վայրում չկարողացավ հրաշք անել։ Գիտեք ինչի համար։ Անարգեցին, չհավատացին, ասում ընդամենը մի քանի հրաշք եղավ։ Մեծամասնությունը չհավատացին, ասին, հա դե Հիսուսն է։ Մարիամի տղեն է։ Լուրջ, տենց էլ գրած է։ Նրա քույրերն ու եղբայրներն էլ այստեղ մեր մոտ են։ Ասում հրաշք չկարողացավ անի։ Լսեք, ամենակարող Աստված չկարողանա հրաշք անի։ Եթե դու էլ սիրտդ փակես, ամենակարող Աստված չի կարողանա, զորով չի անում ինքը հրաշք։ Դա քո կարողությունով է, թե չէ իր կարողությունով չի ու ինքը չի գալիս ստիպում քեզ։ Դրա համար սիրտդ բաց, անկեղծ սիրտդ բաց։ Ու այսօր հրաշալի օր կունենանք միասին։ Եկեք միասին բացենք մի պատմություն կարդանք։ Շատ հրաշալի խոսք, որ հենց Աստված տվեց հատուկ էս եկեղեցու համար, ես առաջին անգամ եմ սրա մասին խոսում։ Եսթերի գիրք 4-րդ գլուխ 11-ից 17 համարները։
թագավորի բոլոր ծառաները եւ թագավորի գավառի ժողովուրդը գիտեն, որ ամեն մարդ կամ կին, որ չկանչված մտնի թագավորի մոտ, ներքին գավիթը մի հատ օրենք կա, որ նրան կսպանեն։ Բացի նրանից, որին որ թագավորը մեկնի ոսկի գավազանը, նա կապրի։ Բայց ես ահա 30 օր չեմ կանչվել, որ թագավորի մոտ գնամ։ Տեսեք, մի հետաքրքիր պատմություն է, որ Աստծո ժողովուրդը գերի է թշնամյաց երկրում։ Ու ինչ է կատարվում, պատկերացրեք, մենք հայերս շատ լավ գիտենք ինչ նշանակում գերի։ Դարեր շարունակ գերության մեջ եղել ենք։ Այսօր այստեղ մի հետաքրքիր աղջնակ է, որը էլի գերի է, անունը Էսթեր, իրականում նրա անունը Էսթեր չի, ուրիշ ձևով է հնչում, բայց Էսթեր է որպես հայտնի։ Ու կա նաև իր ոնց որ եղբայրը, Էսթերը նրա հորեղբոր աղջիկն էր, նա մեծահասակ էր ու պահում էր, որովհետև Էսթերը որբ էր։ Ու հանկարծ ինչ որ մեկի թեթև ձեռքով, բամբասանքով ուզում էին Աստծո ժողովրդին վերացնեին, նախանձից ելնելով։ Նախանձում էին։ Ու այնպես էին արել, որ հրեաները պետքա ոչնչացվեն այդ երկրում։ Ու Էսթերը այստեղ հնարավորություն ունի փրկելու, որովհետև ինքը թագավորի կանանցից մեկն է։ Այդ ժամանակ թագավորները լեցուն կանայք ունեին։ Ու նա կանանցից մեկն է ու իր հորեղբայրը խորհուրդ է տալիս իրան, այստեղ մենք տեսնում ենք, որ գրված է, որ թագավորի մոտ հենց նենց չէիր կարա մտնել։ Պետքա թագավորը քեզ շանս տար։ Գավազանը մեկներ ու շանս տար, որ մտներ, այլապես եթե դու ինքնակամ, ինքնագլուխ մտներ, կսպաներ քեզ։ Դա օրենք էր։ Ուստեղ ասում է, օրենքն էլ կա, ամեն ինչ օրենքով է։ Եվ ստեղ Մուրդկեն, որը Էսթերի բարեկամն էր, ասում է Մուրդկեին պատմեցին Էսթերի խոսքերը, որ Էսթերն է ստեղ ասում, որ ինքը ուզում է թագավորի մոտ գնա, որովհետև բամբասանք է եղել, այդ տակ փորելն է, ամենահետաքրքիր բառով, հայերս գիտենք դա ինչ է նշանակում, այդ ժողովրդի ոտի տակ փորել են, որ պիտի վերացնեն։ Պատճառները չեմ կարդա, կարող է գնալ կարդալ, երկար այդ գիրքը բոլոր այդ պատմության մասին է։ Եվ ասում Մուրդկեն պատասխան ետ ուղարկեց Էսթերին ասելով. մի խորիր քո մտքում, թե դու կազատվես թագավորի տանը բոլոր հրեաներից։ Այսինքն, երբ որ դու թագավորի տունն ես, չի նշանակում, որ դու փրկվել ես, վերջացավ, ազատ ես, ամեն ինչ նորմալ է։ Եթե նրանցից էլ փրկվես, հրեաներից չես փրկվի հաստատ։ Մի քիչ հայերը նման են։ Չէ՞։ Ես ասում եմ, ձեռիցս ազատող չի լինի, կանգնելը։ Չէ, հայերը տենց խասյատ ունեն, չէ, խասյատ բառը արաբերեն է, բնավորություն, էություն։ Մի խորիր քո մտքում, թե դու կազատվես թագավորի տանը բոլոր հրեաներից։ Եվ եթե դու այս միջոցին լռես, այսինքն մի հրեա կա թագավորի կանանց մեջ, հրեա աղջիկ, հրեա կին, ասում է, եթե դու լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն եւ փրկություն վեր կկանգնի, բայց դու եւ քո հորտունը կկորչեք, եւ ով գիտի, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել։ Տեսեք, թագուհիը հրեա ու հրեաներին որոշել են ոչնչացնել։ Ով կարա փրկի հրեաներին, թագուհին, բայց թագուհին հենց նենց թագավորի մոտ չի կարա մտնի։ Եթե մտավ առանց հրամանի, ինքն էլ կսպանվի, հաստատ հրեաներն էլ կսպանվեն։ Եվ Էսթերը պատասխան ուղարկեց Մուրդկեին ասելով. գնա ժողովիր Շուշանում գտնվող բոլոր հրեաներին եւ ծոմ պահեք ինձ համար եւ 3 օր ու գիշեր ցերեկ ոչ կերեք ոչ էլ խմեք։ Ես էլ իմ աղախիների հետ այդպես ծոմ եմ պահելու եւ այնուհետեւ թագավորի մոտ պիտի գնամ, թեև օրենք չի, այսինքն օրենքին հակառակ բան պիտի անեմ, եւ եթե կմեռնեմ, թող մեռնեմ։ Մարդ, որը գնում է ինքնազոհության, պատրաստ է մեռնելու, նույնիսկ եթե մեռնեմ, պետք է մտնեմ թագավորի մոտ, ինչ կլինի կլինի։ Այն ժամանակ Մուրդկեն գնաց եւ այն ամենի համեմատ արավ, որ Էսթերն իրեն պատվիրել էր։ Երկու բանակ։ Մեկը թագավորական սրահում, մյուսը դուրսը, թագավորի պալատից դուրս հասարակ ժողովուրդը։ Այդ հասարակ ժողովուրդը պիտի ծոմ պահեր, իսկ մյուս բանակը Էսթերն էր, մենակով, բայց Էսթերը մենակ չէր, որովհետև Էսթերը հասկացավ, որ նույնիսկ եթե մենակ մնա ինքը եւ Աստված կլինի մեծամասնություն, ինքը եւ Աստված կլինի մեծ բանակ,
Սիրելիս մարգարեական եմ ասում, եթե նույնիսկ քո կյանքում դու զգում ես, որ դու մենակ ես, բայց ունես Աստծուն, դու արդեն մեծամասնություն ես։ Կապ չունի ովքեր են քո դեմ դուրս եկել։ Կապ չունի ինչ բանակա, ինչ նենք թշնամի բանակա քո դեմ դուրս եկել, հարազատներով, ընտանիքի անդամներով, ընդհանրապես կապ չունի։ Դու Աստծո հետ ես, դու մեծամասնություն ես։ Ու բայց հետաքրքիր բան կատարվեց, Մուրդքեն ծոմ հայտարարեց ու նրանք սկսեցին աղոտ կանել, ծոմ պահել ու Էստերն էլ ծոմ պահեց ու որոշեց մի օր մտնի թագավորի մոտ։ Եվ եղավ, որ երրորդ օրը, շարունակությունը 5-րդ գլխի առաջինից 3 խոսքերը։ Եվ եղավ, որ երրորդ օրը Էստերը հագվեցավ թաքու կերպով, կանգնեց թագավորի տան ներքին գավիթում, թագավորի պալատի դիմաց, եւ թագավորը նստել էր իր թագավորության աթոռի վրա, պալատում պալատի դռան դիմաց։ Եվ երբ որ թագավորը տեսավ Էստեր թագուհին գավիթում կանգնած, նա շնորհք գտավ նրա աչքի առջև, եւ թագավորը մեկնեց դեպի Էստերը իր ձեռքի ոսկի գավազանը։ Այսինքն հրաման տվեց, որ արի, մոտեցի։ Էստերը մոտեցավ, դպավ գավազանի ծայրին եւ թագավորն ասեց նրան. Ինչ ունես, ով Էստեր թագուհի եւ ինչ է ուզածդ, մինչեւ իմ թագավորության կեսն էլ կտրվի քեզ։ Հրաշալի է, չէ՞։ Միանգամից թագավորը արդեն պատրաստակամություն է դրսևորում, ասում է, ինչա պետք քեզ, Էստեր թագուհի։ Հարգանքով է վարվում։ Ասում է, թագավորությանս կեսն էլ պատրաստ եմ քեզ տալու։ Այսօրվա խոսքը, որ Աստծուց ստացել եմ ինձ ու քեզ համար, կոչվում է այսպես. Դու թե ուրիշը։ Դու թե ուրիշը, այստեղ մենք որտեղից են վերցրել։ Մուրդքեն ասեց, կամ դու ես փրկելու քո ժողովրդին դաժան ցեղասպանությունից։ Կամ էլ Աստված ուրիշ մեկին հաստատ կբարձրացնի, Աստծո ձեռքը չի կարճացել։ Աստծո ճարը երբեք չի կտրվում։ Ուշադիր ես։ Կամ դու ես, կամ ուրիշն է։ Բայց այսօր Աստված քեզ հարց ունի, դու թե ուրիշը։ Քեզ թող սա լինի խորհրդապատկերով, բանաձևով։ Կամ դու ես, կամ ուրիշն է, դու ես որոշելու։ Երբեմն մարդիկ անիմաստ տեղ ասում են թող Աստծո կամքը լինի, միշտ թող Աստծո կամքը լինի, բայց գցում են Աստծո վրա, իրենցից հեռացնում են։ Ասում են, եթե Աստված ուզում է, կարող է ուզում է հենց, որ դու լինես ոչ թե ուրիշը։ Հիմա Էստերը կարող էր ասել, դե Աստված բազմաթիվ ճանապարհներ ունի, մեծ Աստված է, թե թող մի ճանապարհ գտնի իմ ազգին փրկի։ Ես ինչ, մի պստլիկ աղջիկ։ Ինչ պիտի կարողանամ անեմ։ Բայց Աստված ունի, հետաքրքիր բան եմ ասում ձեզ, Աստված ունի ծրագիր 1, ուրիշ լեզվով ասած, պլան B, պլան A, լսել եք տես բան, ով է ուզում պլան A-ի մեջ լինի, ոչ թե պլան B-ի կամ C-ի, C-էլ կա, գիտեք չէ, եթե Աստված տեսնում է, որ այդքան մարդ համաձայն չի, անցնում է պլան C-ի, բայց միևնույն է հաջողվում է, բայց Աստված ուզում է, որ մենք լինենք պլան A-ի մեջ, ծրագիր A-ի մեջ, որ եթե Աստված քեզ ընտրել է, կանչել, ասում է, արի դու արա, ուրեմն դու պիտի անես ինչ-որ մի բան։ Ով է համաձայն, որ Աստված երբեք չի սխալվում։ Միշտ հիշիր, այս ձեռքերը շատ լավ էր, հրաշալի էր։ Շատ քիչ է լինում, որ հայերը մի անգամից այս ձեռք են բարձրացնում։ Շատ եկեղեցիներում եմ քարոզում, հիմնականում ձեռըմպահ են, նստում են։ Այն որ կամ այո պիտի ասես կամ ոչ, բայց մեր հայերի մեծամասնությունը միջին դիրքում է, սպասում է ինչ կլինի։ Միգուցե ճիշտը հələ սենցն է։ Բայց Աստված քեզ քո ծրագրի համար տեսնում է որպես առաջին ծրագիր, այսինքն ծրագիր 1, պլան A։ Ոստեղ մենք տեսնում ենք Էստերի կյանքում պլան A, առաջի ծրագիրն էր միանգամից, երկրորդը չէր, փոխարինողը չէր։ Կա չէ օրիգինալ ինչ որ ապրանք կա, փոխարինող։ Մեկ էլ ասում են կաշի, չէ՞, հետո ասում են փոխարինող։ Այդ փոխարինողը լավ բան չի։ Կա Adidas,
Եվ կա ադի բաս։ Ով ուզում ադի բաս հագնվի միշտ։ Իմ կյանքում հետաքրքիր բան տեղի ունեցավ, երբ որ ես փոքր երեխա էի, այդ ժամանակ կար մի հասկացողություն, որ կոչվում էր մագնիտոֆոն։ Ով է հիշում մագնիտոֆոնը, կասետը։ Օ, մեծամասնությունը հիշում է, բայց նե մեջտեղի շարքից ենքոմ էլ չէին հիշում։ Մեծամասնությունը չի հիշում։ Ուրեմն հայրս պետք է Ռուսաստանից գար ու բերեր մագնիտոֆոն։ Ես ուրախացա, ասի պապա ինչ ֆիրմայի է մագնիտոֆոնը։ Ասես տղես Panasonic են բերում։ Այն ժամանակ Sony Panasonic։ Ուրախացա, գնացի, պարծեցա, բոլոր ընկերներիս ասեցի, ես արդեն մագնիտոֆոն ունեմ։ Բա ինչ մագնիտոֆոն։ Ասի Panasonic։ Նախանձեցին ընկերներս ինձանից։ Ու հետո հասավ տեղ մագնիտոֆոնը։ Ու ընկերներիցս մեկը արդեն եկավ, որ նախանձի։ Գիտեք, չէ, որ գալիս են, ասում են, շնորհավոր։ Քեզ ասել են, շնորհավոր, ուրախությունով թող լինի։ Ինձ էլ են ասել։ Եկա որ շնորհավորի, բայց ինքը շատ, փոխանակ նախանձի շատ ուրախացավ։ Գիտեք ինչի ուրախացավ։ Տեսավ, որ գրված է Panasonic։ Նեի տեղը W էր։ Ասեցի ֆալշա։ Ասեցի անկապ սարքա։ Սենց որ չտեսա այդ W-ն։ Ինքը գիտեք ինչի ուրախացավ, որ գոնե ֆալշա, որ եթե ճիշտ էր Panasonic-ն էր, հաստատ կնախանձեր։ Դե մենք հայերս ընդհանրապես նախանձի հետ կապ չունենք։ Մենք սիրում ենք, որ մեր հարևանները, մեքենաները կամաց փոխում են, նորոգում են, լավից լավն են ունենում, չէ՞։ Մի օքի է սիրում։ Ասում է երջանիկ իմ համար ապրում եմ, մինչև հարևանս նոր մեքենա գնեց։ Սիրելիներ, ինչի համար պատմեցի այս պատմությունը, որ օրիգինալը միշտ լավ է։ Չանցավ ժամանակ, մի քանի օր աշխատեց, էլ չաշխատեց, մի կասետ ընդհանրապես էլ չէր աշխատում, հանեցինք այն դուռը գցեցինք մի կողմ։ Հետաքրքիր որ արտադրված էր Չինաստանում, ու այնպես ստացվեց, որ մի օր չինացի եկավ, մենք խմբակում էինք, ուրիշի մագնիտոֆոն էր, նույն էլի Panasonic-ի պես մի բան էր, այդ չինացին տեսավ, որ այդ մագնիտոֆոնի կասետի այդ դուռը հանած է, մի կողմ դրած է, հիշում եք տես մագնիտոֆոներ, որ այլ դուռն ինչին է պետք, հանում գցում էինք, կասետը մի անգամից չլեղք մեջը։ Այնտեղ բամբակ կար, բամբակներ էինք դնում, բաներ էինք անում։ Մաքրում էինք բամբակով։ Այս չինացին ապշած նայում է այս մագնիտոֆոնի, որ դուռը չկա, ասես նայում է։ Նորից նայեց, ասում է, զարմանալի, ինչի են հանել։ Ասում է, առանց դրա էլ կաշխատի։ Գիտեք, մենք կարող է սովոր լինենք այդ պլանը, ԵԻ, պլան ղ-ի, որ ոչինչ առանց դրա էլ կաշխատի։ Այս ամեն ինչ ինչի համար եմ հումորով պատմում եմ, որ մենք հասկանանք, որ մենք մեր կյանքում կանչված ենք լինելու պլան A։ Աստված քեզ երկրորդական չի ստեղծել։ Սիրելիս, մարգարեական եմ ասում, մխիթարող, սփոփող, շինող ձևով եմ ասում, որ եթե քո պապան ու մաման նույնիսկ չեն էլ ուզեցել, որ դու ծնվես, միևնույն է դու պլան A ես։ Վերջերս լսեցի, որ մի ֆուտբոլիստ կա շատ հանրահայտ, Քրիստիանո Ռոնալդո, որ իր մաման ուզեցել է իրեն վերացնի։ Դեռ երբ որ հղի եղել ուզեցել է վերացնի, բայց ինքը կանչված էր պլան A լինելու։ Նրա որդիներից ոչ մեկ չի պահում իրան։ Ինքն է պահում եւ չգիտեմ աշխարհում շատ մարդկանց է պահում հիմա։ Ինչ վատ կլիներ, որ իրեն վերացրած լինեին։ Այդ մարդիկ են, որ մտածում են, որ կարող ենք երկրորդական ենք։ Բայց դու օրիգինալ ես։ Չնայես հայելու մեջ ու ասես ես ինչ տկեղ եմ ես։ Դու օրիգինալ ես։ Ով է հիշում Ֆրունզիկին, Ֆրունզիկ Մկրտչյանին։ Իրան ասել են քիթդ մեծ է։ Ասել է այդ ուրիշների քիթն է փոքր։ Նա գիտի ինչ անի։ Կյանքում չասես ես տկեղ եմ։
բոլորը ժպտում են, այնպես գեղեցիկ տեսարան է ստե։ Փառք Հիսուսին։ Այո, սիրելիներ, պլան A, երբեք չասես ուրիշը։ Աստված ուզում է, որ հենց դու։ Ես չեմ խոսում, որ դու ամբիցիաներով լսես, այդ եսի մասին չի խոսքը։ Ամեն մեկին հատուկ հանձնարարական ունի Աստված։ Դու քո հանձնարարականի մեջ հավատարիմ եղիր։ Ոնց որ Էստերը, նա հավատաց, նա իր կյանքը վտանգի ենթարկեց, իմանալով օրենքը, այդ ժամանակվա ամենամեծ տերությունն էր Ասորեստանը, վտանգավոր էր, ինքն էլ գերի աղջիկ, բայց նա շնորհք գտավ թագավորի առաջ, դու էլ միշտ պիտի հավատաս, որ այս կյանքում շնորհք կգտնես, եթե նույնիսկ ռիսկի ենթարկես քեզ։ Որովհետև ինչ որ անում ենք, մենք պետք է առաջին հերթին մեր Աստծո համար անենք, ու մեր Աստծով անենք, ու մեր Աստված նայի ու հավանի։ Կապ չունի մարդիկ ինչ կասեն, կողքից մեր հայերը բամբասկոտ ազգ են, կբամբասեն։ Այսօրով առաջին անգամ այստեղ եկել, խնդրում եմ թող ձեռք բարձրացնի, առաջին անգամ։ Բավականի մարդիկ կան։ Գիտեք, գնալու եք տուն, ու մեր հայերը հետաքրքրասերել են, ամեն ինչ են մեր հայերը։ Հարցնել այդ ուր էիք գնացե։ Եկեղեցի, այդ ժամը 6-ին էդ ինչ եկեղեցի էր։ Դե, ես ինչ էր մալայա կանյուշնայա, չգիտեմ, դժվար մի անուն էր։ Դրա վրա եղող մի եկեղեցի, բա ինչ կար, դե Հայաստանից մի տղա էր եկել։ Հետո, աղանդավորների մեջ ես գնացել, մի բառ են հորինել հայերը ու միշտ իրենց բերանին մատի փաթաթանի պես սենց ասում են միշտ։ Լսեք, ո՞րն է աղանդը։ Որը շեղված Աստվածաշնչից։ Մենք գնում գալիս միշտ Աստվածաշնչին իրարել ենք սխալանում, մենք ինքներս մեզ ենք սխալանում Աստվածաշնչի մեջ, էլ ո՞նց կարանք կոչվենք աղանդավոր, եթե գրվածն ենք կատարում հստակ։ Ով էլ ինչ խոսի, ասա ես ճշմարտություն եմ գտել, որովհետև մենք մի եկեղեցի ենք, որ քարոզում ենք խաչված հարություն առած Քրիստոս։ Մենք մի եկեղեցի ենք, որ քարոզում ենք այն Աստծուն, որին մեծարում ու պաշտում էր Գրիգոր Լուսավորիչը, մեծարում ու պաշտում էր Նարեկացին։ Երանի Նարեկացու ճակերտավոր հետևորդները մի քիչ կարդան լավ ու շատիր ու հասկանան Նարեկացին ինչ ասում։ Ես կարդում եմ Նարեկացի եւ շատ օրհնված եմ, որտեղ Աստծուն էր մեծարում, փառաբանում այնպիսի բառերով, որ դարել էր բառաստեղծ։ Երանի բամբասողները, որ Նարեկի հետևորդներ են, չգիտեն, Նարեկը իրանց համար մի կուրք է, դնում են ասում են, այս գիրքը ուժ ունի, չգիտեն բառերը ինչ է գրած մեջը։ Հորդորում եմ այդ բամբասողներին գնան Նարեկ կարդան, հաստատ կապաշխարեն։ Որտեվ Նարեկը ապաշխարության աղոթք կա գրել, ամբողջ մատյան ողբերգության ազգի համար ապաշխարության աղոթք կա։ Այնպես որ սիրելի նոր եղբայրներ եւ քույրեր, չվախենաք ուր եք գտնվում, այսստեղ եք։ Սա պլան A-ն է ձեր կյանքում։ Այս եկեղեցին զոհի հիման վրա ստեղծված եկեղեցի է։ Որովհետև քարոզումը խաչված ու հարություն առած Քրիստոս ու ծառայողները զոհել են իրենց սիրելի երկիրը, եկել են այստեղ։ Ես շատ լավ գիտեմ, որ իրենք զոհել են։ Իրենց ոչ մի բան չի բերել, իրենց բերել է Քրիստոսը։ Իրենք հնազանդվել են, ասել են կգնամ։ Իրենց ուղարկել է Աստված, իրանք ասել են կգնամ։ Հենց այսօր էինք խոսում, որ զոհա հենց իրանց համար։ Երբ որ Աստված իմ կյանքում հրանք տվեց, որ ես պիտի գնամ հարավ արաբական երկիր, որտեղ որ կռիվ էր, ու իմ երեխան նորածին էր դեռ, կանչեց մեր եկեղեցու հոգևոր հովիվը, ասեց կարողա չգնաս, այնտեղ կռիվ է, ասում եմ Աստված է ուղարկել, կապ չունի, կռիվ է թե չէ, ինձ ոչ մի բան չի լինի։ Երբ որ Հալեպում պատերազմ էր, մենք այնտեղ էինք։ Մենակ հումորով էին ասում են մարդիկ իրենց նորաստեղծ ընտանիքները առնում գնում են Իրաք, Սիրիա, էդի մենք էինք։ Էդի հումոր էին անում Հայաստանում։ Ես հումորի բնակավարի մարդ եմ եղել։ Բայց մեր համար դա իրականություն էր։ Երբ որ Աստծուն ճանաչում ես, պատրաստ ես գնալու ամեն ինչի։ Որովհետև կարող է ես ասել, չէ, դե հա,
Խաղաղ չի, այնտեղ չեմ գնալու, նորացին երեխա ունեմ, նոր եմ ամուսնացել։ Տարի ու կես ամուսնացել եմ։ Գիտեք, Աստված իմ փոխարեն ուրիշ մեկին կուղարկեր, բայց հարց. դու թե ուրիշը։ Հիշի, որ դու պիտի պատասխանես ես։ Երբ որ փրկության հարց բացվեց, երկնքում հարց հնչեց, ով կգնա մեզ համար։ Լեցուն մարգարեներ եկան այս աշխարհ։ Աստծո մասին պատմելու, Աստծուն ծառայելու, բայց ինչ որ մեկը եկավ, Հիսուս Քրիստոս անունով, Աստծո որդին եկավ։ Չասեցին ուրիշ մեկին թող ուղարկենք։ Աստված ինքը մարմնացավ եկավ այս աշխարհ, ծնվեց։ Աստված մարդ դարձավ, որ իմ ու քո համար խաչը բարձրանա։ Չասեց թող ինչ որ մեկը խաչվի։ Ու գիտեք, Պողոս առաքյալն ասում է, եթե Հիսուս Քրիստոսը մեռելներից հարություն չի արել, զրոյա մեր հավատքը, ունայն է մեր հավատքը, անիմաստ է մեր հավատքը։ Իսկ մյուս կրոնները գիտեք ինչ են ասում։ Ասում են Աստված Հիսուսին չթողեց, որ խաչվի։ Ինչ որ մեկին բերեց խաչեց Հիսուսի փոխարեն։ Ճղճիմ սուտ։ 6 դար հետո ինչ որ մեկը հորինեց, դիվային մի շարժում հորինեց, որ Հիսուս Քրիստոսը չի խաչվել, ուրիշ մեկն է խաչվել։ Գիտեք ինչի համար, որովհետև եթե ուրիշ մեկը խաչվեր, ես ու դու չէինք փրկվի։ Բայց Հիսուս Քրիստոսն է խաչվել։ Դրա համար այն գործը, որ պիտի անես, հենց դու պիտի անես, ոչ թե ուրիշը։ Էստերը դրա համար հավատաց, որ հենց ինքն է կանչված առաջինը փրկելու իր ազգին ու կարողացավ փրկի։ Թագավորը լսեց, պատմությունը իմացավ ու փրկեց, ողորմեց, այդ ազգը ապրեց։ Որովհետև Աստված փրկեց այդ ազգին, որ այդ ազգի միջոցով էլ մենք փրկվենք, որ այդ ազգի միջոցով Հիսուսը պիտի գար։ Այսինքն սատանան ամեն ինչ անում էր, որ Հիսուսը հանկարծ չգա, որովհետև այդ ազգի միջոցով էր կանչված։ Աստված մարգարեացել էր, որ այդ ազգի մեջից փրկիչ պիտի դուրս գա Հիսուս Քրիստոս անունով։ Պիտի վերացնեին, որ չգա, սատանան գիտեր, որ եթե վերացրեց չի գա։ Ամեն ինչ անում էր, որ ցեղասպանություններով վերջանա։ Ամեն ինչ անում էր, չէ՞, մենք էլ ցեղասպանություն տեսած ազգ ենք։ Ամեն ինչ արեց սատանան, որ այն տարածաշրջանում, որ մի փոքրիկ մի բուռ էինք մնացել, պետականություն չենք ունել դարեր, չենք ունեցել դարեր։ Բայց ով պահեց մեզ։ Ով պահեց մեզ, որ այդքան սարսափելի տարածաշրջանում 4 կողմից շրջապատվել ենք մեզ վերացնել ուզողներով։ Կղզի պես, բայց պահեց, ով պահեց մեզ։ Աստված, ոնց պահեց մեզ, շատերը ասում են, քրիստոնյա դառանք, որ այդ օրն ընկանք։ Ես էլ պատմության լավ մասնակից լինելով հաստատ վստահ կարամ ասեմ, լավ քրիստոնյա չդառնալու պատճառով այս օրը ընկանք։ Սիրելիներ, որ մի երկիրը չի օրհնվի, եթե օրինակ բոլորը իրար սիրում են, չկա ատելություն, ու եթե երկրի սահմանադրությունը վերցնում ենք մի կողմ ենք գցում, ամենայն հարգանքով, մի կողմ ենք դնում ու սահմանադրությունը դնում ենք մենակ Մատթեոս 7:12-ը, ով գիտի այդ խոսքը։ Մատթեոս 7:12-ը։ Ինչ որ կուզես, որ քեզ անեն, դու արա նրանց։ Ով է ուզում, որ իրեն բան նվիրեն։ 18, 19, 24, հա, այդքան մարդ էլ չես ուզում, ոչ մեկ չի ուզում, չէ, ես չեմ ուզում, որ ինձ նվիրեն։ Բոլորս էլ ուզում ենք նվերներ ստանանք, ուրախանանք, անակնկալներ լի, չէ։ Ով է ուզում, որ իրենց գողանան։ Ոչ մեկ չուզեց։ Գողությունը վերացավ, տեսակ։ Ըստ այդ կանոնադրության, ըստ այդ սահմանադրության, գողությունը վերացավ։ Մատթեոս 7:12-ը ինչն էր։ Երկրի սահմանադրությունը։ Ով է ուզում, որ իրեն խաբեն։ Ոչ մեկ չի ուզում, խաբելներ վերացավ, կոռուպցիան էլ վերացավ, ամեն վատ բան վերացավ։ Ով է ուզում արդարադատություն, արդար դատեն, օրինակ մեկը ստեղ հասկանում է կարից, ես այդ կարի ֆաբրիկայի տնօրենը չեմ ուզում լինեմ, որովհետև ընդհանրապես կարի հետ կապ չունեմ։ Կընտրվի ինքը, ոչ թե բոլորը, մեր հայերը բոլորը են, չէ՞։ Ով էլեկտրականությունից հասկանում, հեսա բոլորը ձեր կբարձրացնեն, են փոքրիկ երեխեն է, ես էլ եմ հասկանում։ Պապասին սովորացրել է։ Բոլորս ամեն ինչից հասկանում ենք, հայերը տենց են։ Ես շփվել եմ տարբեր ազգերի հետ, մեկ էլ համեստ ասում են, չէ, ես բացարձակ չեմ հասկանում։
Ես դες բաներ շատ հեռու եմ։ Բոլորս քաղաքագետ ենք, զգացել եք։ Մենք նախագահներին ենք սխալ հանում։ Մենք բոլորին սխալ ենք հանում։ Չէ՞ պետք է համեստ լինենք ձեզ։ Ու ամեն բան լավ կլինի։ Դու լինես դու։ Ու դու լինես պլան այում։ Դու չլինես փավասոնիկ։ Իմ անունը նայով է վերջանում, գիտեք։ Գիտես ինչ լրություն է։ Ով նայում է պասպորտին, այս ինչ է, ոնց է նայով, սևակն։ Առաջ տեղն է, որ ասում են։ Ինչքան խնդիրներ եմ ունեցել այդ նայի պատճառով։ Մի հատ նա։ Ասենք ինչ որ դոկումենտալ հարց է, այդ նն չկա, ասում են, «Էս դու չես»։ Ասում են, «Ոնց ես չեմ»։ Վարսեղյան սևակ։ Ասում են, «Չէ, Վարսեղյան սևակն»։ Ու այդ նն իմ անվան կողքը դրել է պապաս։ Ես շատ օրիգինալ եմ։ Գնում եմ պապայիս հարցնում եմ, «Պապա ջան, ինչի՞ այդ նն դրեցիր»։ Դու գիտես այդ նն ինչ ա արել։ Դիպլոմիս մեջ այդ նն չկա, չեն հավատում, որ ես դիպլոմ ունեմ։ Ինչ որտեղից գումար են ուղարկում, գնում եմ ստանալու չեն տալիս։ Նն չկա։ Ասում են նն գրած չի։ Մի երկու տեղ ա եղել, որ ողորմել են, ասում են լավ, այդ նն էլ քեզ լինի։ Ժողովուրդ ջան, կարևոր է, որ մենք լինենք օրիգինալ։ Դրա համար հարց ա ուղղվում, այսօրվա հարցը սա է։ Դու թե ուրիշը, ասա հաստատ ես։ Ամեն։ Բայց հիմա կա մի հետաքրքիր բայց։ Կուզեմ, որ ուշադիր լինենք։ Ուրեմն, երբ որ Հովհաննես Մկրտիչը կար Իսրայելում, ոչ մեկ Հիսուսին չէր ճանաչում, նույնիսկ շատ քչերը։ Մարդիկ ովքեր որ գաղտնի, ասես մարգարեական կերպով, որից մեկը Մարիամն էր, ասենք Սիմոնը ծերունին բռնեց, ասեց աչքերովս տեսա։ Շատերը չգիտեին։ Հզոր մարդ էր, մարգարեանում էր, նույնիսկ այդ ժամանակվա ղեկավարները Հովհաննես Մկրտիչին ճանաչում էին, բայց Հիսուսին դեռ չէին էլ ճանաչում։ Բայց եկավ մի պահ, մի շատ հետաքրքիր ձևով գալիս են Հովհաննես Մկրտիչը ուներ շատ աշակերտներ, գալիս են ասում են, լսի, բոլոր աշակերտները գնում են։ Հովհաննես Մկրտիչը ասում է, որտեղ են գնում։ Գնում են Հիսուսի մոտ։ Գիտեք ինչ ասեց Հովհաննես Մկրտիչը, ասեց, ոչինչ, ինձ պետք է իջնել, իսկ նրան բարձրանալ։ Հասկանալի է, չէ՞։ Ինչ արեց Հովհաննես Մկրտիչը։ Իր տեղը զիջեց։ Ում զիջեց Հիսուսին։ Որպեսզի բալանսավոր լինի այսօրվա քարոզը, ուղերձը, որպեսզի ես ու դու լավ հասկանանք, մենք միշտ չպիտի մտածենք մենք, տեղ կա հենց մենք, բայց տեղ էլ կա, դու պիտի իմանաս, որ հաստատ դու չես, այլ մյուսը։ Օրինակ, այնքան փառք եմ տալիս, որ եկեղեցում խոնար մարդիկ են ու երբ որ գալիս են իրենց հրանգավորում են, որ դու այս ծառայությունը հանգիստ թող մտի այս ծառայության մեջ, դու չես ասում բայց ինչի։ Ասում ես հարց չկա։ Նույնիսկ եթե քոնն ու սխալվել են, հնազանդվի։ Ասա եղավ։ Խելոք գնա։ Եթե հանկարծ մարդը սխալվել է, Աստված երբեք չի սխալվում։ Նշեցինք այսօր։ Աստված կգա այդ մարդուն կասի դու սխալվել ես, գնա այդ մարդուն հետ բեր։ Դա հպարտության եսի մասին է։ Բայց այն ինչ որ դու պիտի անես, Աստվածը ասել որ դու պիտի անես, դու դա պիտի անես, բայց խոնարհաբար։ Ոչ թե ես պիտի անեմ, ասա ես կանչված եմ դա անելու։ Շատ տարբերություն կա։ Այս երկու հոգիները տարբեր են։ Այս երկու մտածելակերպը տարբեր է շատ։ Համաձայն եք թե չէ։ Երբ որ Հովհաննես Մկրտիչը իր այն ժամանակներ, որ հանդիմանում էր ժողովրդին, լսեք, պատկերացնում եք, կանգնում ասում է, «Իժերի զավակներ», մեկը չեղավ գնասի, «Էս ինչ ես դու անում»։ Դուք պատկերացնում եք, հրեաներն էլ էին հայերի նման։ Հայերին կանգնես մի մեծ հոծ բազմության, բոլորին ասես, «Օծի ձագեր»։ Ու գիտեք ինչ օծ։ Օծ, որ իր ձագին ունենում է, կուլ է տալիս։ Հասցրեց փախավ, չէ։ Իժերի զավակներ։
ու ոչ մեկ ձեն չէր անում։ Բոլորը խոստովանում էին, բոլորը նայում էին Հովհաննես Մկրտիչն ասա։ Մարգարյանում էր նույնիսկ կառավարության շրջանում ասում էր նայեք սխալ բաներ չանեք։ Բայց հետո եկավ ժամանակը, որ ինքը հասկացավ, որ ինքը իր տեղը պիտի զիջի, մեկն է եկել, Փեսան է եկել, ասում է ես Փեսան չեմ, Փեսան Հիսուսն է, ահա նա, ահա Աստծո գառը զիջեց։ Այդտեղ ինքը հասկացավ, որ ոչ թե ինքը, այլ ուրիշը։ Սա ուղղակի հավասարակշռության համար, որ դու հասկանաս երբ ես դու, որ դու պիտի լինես ու երբա որ ուրիշն է, որ ուրիշը պիտի լինի եւ ոչ թե դու։ Ու տեղը զիջել իմանաս։ Մի հետաքրքիր բան կա, որ կոչվում է էստաֆետա, դու այդ էստաֆետան հանձնել իմանաս։ Գիտեք, երբ որ ամեն բան արդեն իմ համար եկավ 12-րդ տարում ամենաշատը հեշտացավ, որ ես Լիբանանում էի, Աստված խոսեց հետս, ասեց թողում ես ամեն բան։ Ասի ամեն բան կառուցվել էր։ Երբ որ նոր էինք սկսել երգել, երաժշտական գործիք նորմալ չունեինք, կովիդի ժամանակներն էր, ամեն ինչ էժան, ամեն ինչ անորակ, ու դրանով էինք մենք ամեն ինչ անում ու դնում ինտերնետի մեջ, չգիտեմ, Աստված փառավորվում էր ուղղակի, եկավ ժամանակը, որ Աստված օրհնեց մեզ, թանկանոց գործիքներ ունեցանք, գերբնական ձևով ունեցանք, Աստված ասեց, հիմա թողում ես գնում ես։ Օֆիս չունեինք, մի հատ, չգիտեմ, որտեղ էի նստում, սենց խուց էր դա, ամեն ժամանակ համ շոկ էր, համ սուրտ էր։ Դες տեղ եղել ես։ Հենց կոնդիցիոները միացնում ենք, սարսափելի սուրտ էր։ Ասում եմ, ինչ անեմ, որ ռեժիմի վրա դնեմ, որ չգիտեմ ինչ չլնեմ։ Հզոր մի հատ օֆիս օրհնվեցինք, ես դրա մեջ ընդհանրապես չմտա։ Աստված ասեց, ամեն ինչ թողնում ես, գնում ես։ Բոլոր ծառայությունները հիմնադրված, ամեն ինչ ընտիր, ասեց հիմա թողում ես։ Ում եմ թողում, Տեր ջան, 23 տարեկան մի հատ տղա է։ Ըստ չգրված օրենքի ամուսնացած էլ չի։ Ոնց եմ թողելու, Աստված ասեց դե թող։ Ու հիմա ծաղկում է այդ եկեղեցին։ Լիբանանում ծաղկում գնում առաջ։ Այդ տղան Աստվածաշնչյան դպրոց չի սովորել, նստած ուսուցիչները ասում են ինչ լավ ուսուցիչ է, ասում եմ չի էլ սովորել։ Մյուս ասում է ինչ մարգարեական պարգև ունի, ասում եմ ընդհանրապես կապ չունի, մտնում էր սենյակ, Աստծո հետ հանդիպում էր, 24 ժամ կարող է մտներ աղոթեր։ Ու Աստված այդ պատանին, այդ երիտասարդին ընտրեց։ Հիշում եք Դավիթին, որ իր պապան էր իրան մոռացել։ Ասում է բեր տղաներից կանգնի, թագավոր եմ ընտրում մեջից։ Պետք է օծեմ, բերե կանգնասները Դավիթը չկա։ Վերջում մարգարեն ասում է, «Էս քանն են»։ Պատկերացնում ես քո պապան քեզ մոռանա։ Գաստուն տեսնես բոլորը շարված են, դու չկաս հələ։ Ու Աստված ասի, հա հենց դու։ Այդքան կարևոր ես դու։ Բայց երբ որ պետքա զիջես, պիտի զիջես։ Այս կյանքը էստաֆետա է։ Ամեն, կարող ենք ոտքի կանգնել։ Մենք հիմա կպաշտենք Տիրոջը, Տիրոջ ներկայության մեջ կլինենք։ Ու ես հավատում եմ, որ այնքան օրհնություն կգա աղոթքի մեջ։ Չգիտեմ, նույնիսկ եթե առաջ անգամ ես անսովոր այս ամեն ինչը, քեզ ուղղակի քո ներսում Աստծո հետ խոսա։ Քո ներսում Աստծո հետ խոսա, ասա Աստված ջան, ջանով դիմի Աստծուն։ Ասա Աստված ջան, ես գիտեմ, որ դու կաս։ Ես գիտեմ, որ դու հրաշքներ ես գործում։ Խնդրում եմ, ասա ես ով եմ, ինչ պիտի անեմ այս աշխարհի վրա։ Չլինի, որ ես անհնազանդ գտնվեմ, Աստված ուրիշ ծրագիր մշակի, ուրիշի միջոցով ծրագիր մշակի։ Ես ուզում եմ անեմ այն ինչ որ դու ուզում ես։ Կապ չունի, տարիքով ես, կապ չունի, տղամարդ ես, կին ես, երեխա ես, ընդհանրապես կապ չունի։ Պատանի ես, որպես պատանի էլ նույնիսկ աղոթի, մանուկ աղոթի ասա, Տեր Աստված, ուզում եմ լինեմ այն մարդը, որը դու ուզում ես։ Ամեն։ Եկեք Աստծո պաշտամունքի մեջ լինենք, խորենք Աստծո մասին, ուղղակի վերապրենք նրա ներկայությունը։ Մեր Աստված ներկա է։